ուզում եմ ասել, որ բոլոր անձինք, ովքեր գալիս են Հայաստան հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելության ժամանակ, իրենք բոլորը կամավորներ են, իրենք վճարում են իրենց ճանապարհածախսը, այստեղ հյուրանոցը եւ աշխատում են անդադար, ինչը ինձ թվում է, որ ցույց է տալիս նվիրվածության աստիճանը, համոզմունքի աստիճանը եւ մարդկային բարձր արժեքների գոյությունը, որ հայկական ակնաբուժության նախագիծը եւ իր գործընկերները եւ նրանք շատ են եւ բոլորին ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել, որտեղ առանց իրենց որևիցե աշխատանք հնարավոր չէր լինի կատարել, սա խոսքը համախմբվածության մասին է, կարծում եմ այս հնարավորությունը ներգրավել եւ հայ ծագում ունեցող եւ ոչ հայ ծագում ունեցող կամավորների իրապես շատ օգտակար է, քանի որ դրա միջոցով մենք նաեւ տարածում ենք գիտելիքներ Հայաստանի վերաբերյալ, նաև կարող եմ ասեմ, որ շատ կազմակերպություններ կան, որոնք ստեղծվել են Հայաստանում, ոգեշնչվելով հայկական ակնաբուժության նախագծի օրինակից։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, հաճախ կարող ենք լսել, որ հայերը միավորվող չեն, որ հայերը միասնական չեն, մի գաղափարի շուրջ դժվար են համախմբվում, բայց այսօր տաղավարում մենք կոտրելու ենք այդ կարծրատիպը։ Խոսելու ենք մի նախագծի մասին, որը 3 տասնամյակից ավելի գործում է եւ որը կարողացել է համախմբել ոչ միայն աշխարհասփյուր հայ գիտնականներին ու բժիշկներին, այլ նաեւ օտարազգիներին է ներշնչել, ներգրավել այդ ծրագրի մեջ։ Այսօր խոսելու ենք ակնաբուժության մասին, մի հետաքրքիր նախագծի մասին եւ ինքնության տաղավարում ես այսօր սիրով հյուրընկալել եմ Տիկին Նունե Եղիազարյանին, ով հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր ինքնության տաղավար եք եկել։ Շնորհակալություն հրավերի համար։ Գիտեմ, որ ընդամենը օրեր առաջ դուք մեծ պատվիրակություն հյուրընկալեցիք Հայաստանում, ձեր նախագծի շրջանակներում կրկին հավաքվեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց գիտելիքով, իրենց փորձով եւ իրենց գործնական աշխատանքով եկան այստեղ լավ գործը շարունակելու եւ նորից ներդրում անելու այդ գիտական, բժշկական ոլորտում։ Այո։ Բայց մինչև հավաքի մասին խոսելը, մինչև այդ մեծ հյուրընկալության մասին անդրադառնալը, կուզեի նախ ներկայացնեիք ինչ է հայկական ակնաբուժության նախագիծը, երբ է հիմնադրվել եւ ինչ է անում ընդհանրապես։ Հաճիկով։ Հայկական ակնաբուժության նախագիծը հիմնադրվել է 1992 թվականին ի պատասխան հայկական կառավարության խնդրանքի հորդորի օգնել Հայաստանին ծանր իրավիճակում, երբ դեղորայքի մասնագետների կարիք կար եւ բժիշկ Ռոզա Ռոհաննիսյանը մեկն էր այն արտասահմանյան բժիշկներից, ով այդ րոպեին արձագանքեց եւ եկավ Հայաստան։ Հետաքրքիր է, երբ որ մենք խոսում ենք դոկտոր Ռոհաննիսյանի հետ, իսկ արդեն մեր համագործակցությունը 20 տարուց ավելի է, իր մղումը շատ ազնիվ էր, բայց ինքը չէր պատկերացնում, որ դա կվերածվի 30 տարուց ավել ձգվող ծրագրի, որը կընդլայնվի, կիրականացնի շատ աշխատանքներ, բացի դրանից կկարողանա համախմբել թե սփյուռքահայ, թե այլազգի մասնագետներին եւ նվիրվածությամբ զարգացնել ակնաբուժության ոլորտը Հայաստանում։ Այս ծրագրի գաղտնիքներից կամ հետաքրքրաշարժ մասից այն է, որ մեկ անձի եւ իր շրջապատի նվիրվածությունը, հեռանկարային պատկերացումը, թե ինչ կարող է տեղի ունենալ, իրապես իրականություն է դարձել եւ վերածվել է ոչ միայն շարունակական ծրագրի, մարդասիրական, քանի որ հայկական ակնաբուժության նախագիծը բարեգործական հիմնադրամ է, այլ նաեւ զարգացման ծրագրերի։ Սա հետաքրքիր ֆենոմեն է եւ երբ որ մեզ շատ հաճախ հարցնում է որն է հայկական ակնաբուժության նախագծի հաջողության եւ երկարատևության գաղտնիքը, կարելի է ասել, որ իրապես դրանք շատ են, բայց միգուցե հիմնականներից մեկն է
նվիրվածությունը նմանատիպ գաղափարի շուրջ հավաքվելու կամ մարդկանց հավաքելու հնարավորությունը եւ ունակությունը տեղի մասնագետների Հայաստանում նման մասնագետների հետ համագործակցության ուժեղ հնարավորությունը եւ նվիրվածությունը, որը իրականացնում է եւ զարգանում է, այսինքն ոչ թե տեղի ունենում մի բան, որ շարունակական է, այլ դրա շնորհիվ սկսվում են այլ ծրագրեր, զարգանում են եւ ներգրավում են նոր կամավորներ։ Ուզում եմ ասել, որ բոլոր անձինք, ովքեր գալիս են Հայաստան հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելության ժամանակ, իրենք բոլորը կամավորներ են։ Իրենք վճարում են իրենց ճանապարհածախսը, այստեղ հյուրանոցը եւ աշխատում են անդադար։ Ինչը ինձ թվում է, որ ցույց է տալիս նվիրվածության աստիճանը, համոզմունքի աստիճանը եւ մարդկային բարձր արժեքների գոյությունը, որ իրենք կան, իրենք միշտ կլինեն, ու եթե հնարավոր է անել աշխատանք, որը օգնում է մարդկանց, ապա շատերը հաճույքով դա անում են։ Նրանք երիտասարդներ չեն, չէ՞, որոնք կամավորական աշխատանքի այդ էնտուզիազմը ունեն եւ ովքեր որ իրենց կյանքում կայանալու համար կարիք ունեն կամավորական աշխատանք անելու։ Իրենց մեծ մասը ամերիկյան, եվրոպական շատ հայտնի համալսարանների եւ հիվանդանոցների առաջատար մասնագետներ են։ Այստեղ խոսքը ինքնահաստատման մասին չէ, այստեղ խոսքը ավելի շատ ստացված գիտելիքների, արժեքների փոխանցումն է մեր հայ մասնագետներին, բնակչությանը եւ կարող եմ հպարտությամբ ասել, եթե առաջ կարելի ասել առաջին կամ երկրորդ տասնամյակում ավելի շատ գիտության եւ փորձի փոխանակումը միակողմանի էր, ապա այսօր արդեն մեր մասնագետները նաեւ աշխատում են փորձի փոխանակման մեջ, ցույց են տալիս ինչ կարող են անել, ինչպես նաեւ սովորում են եւ սովորեցնում են։ Հայաստանյան մասնագետները եւս կարողանում են օգտակար լինել։ Այո, կարողանում են օգտակար լինել եւ ես կարող եմ ասել, որ մեր կամավոր բժիշկները շատ բան ունեն սովորեցնելու եւ շատ բան ունեն սովորելու իրենցից։ Սա իսկապես կարող եմ հպարտությամբ ասել։ Ինչպես է աշխատում կազմակերպությունը տարվա ընթացքում մեկ անգամ, թե պարբերաբար մասնագետները գալիս են այստեղ վարպետության դաս անելու եւ սովորելու։ Կազմակերպությունը աշխատում է անընդհատ, որովհետև մեր ծրագրերը միայն բժշկական առաքելությունները չեն, մենք ունենք 25-ից ավել ծրագրեր, որոնք աշխատում են ամբողջ Հայաստանով մեկ, մասնավորապես մարզերում, որովհետև մեր ուղղվածությունը մարզերն են, մեծամասամբ դա եւ շարժական հիվանդանոցն է, եւ մարզային կենտրոններ են ակնաբուժական եւ դպրոցական սկրինինգները, դիաբետի ծրագիրը, առաքելությունները տեղի ունենում տարին մեկ եւ այս բոլոր 25 ծրագրերը իրականացում են հայ բժիշկների եւ մասնագետների միջոցով եւ շնորհիվ։ Բժշկական առաքելությունները տեղի ունենում տարին 2 անգամ կամ 1 անգամ, այս պարագայում գալիս են մեր կամավոր բժիշկները եւ արդեն աշխատում են իրենց գործընկերների հետ տարբեր հիվանդանոցներում, ունենալով եւ մեկ հիմնական գործընկեր, նաեւ աշխատում ենք հիմա ավելի ընդլայնել մեր հնարավորությունները աշխատանքի ներգրավելով ուրիշ հիվանդանոցների բժիշկներին։ Նույնպես այս տարի մենք նաեւ իրականացրել ենք այցեր մարզեր, ներ հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոններ, այսինքն աշխատանքը շատ եռուն է։ Բացի հիվանդների խորհրդատվություններից իրականացվում են վիրահատություններ, ինտերակտիվ դասախոսություններ, քննարկումներ եւ իհարկե այս ամենի ամփոփումն է միջազգային համաժողովը, երկօրյա համաժողովը, որտեղ ելույթներով հանդես են գալիս եւ հայ բժիշկները եւ մեր բժիշկ կամավորները եւ մարդկանց քանակը ով ցանկություն ունի, ցանկություն է հայտնում գալ բժշկական առաքելության Հայաստան, աճում է
եւ ընդլայնվում է, ինչը նույնպես շատ հաճելի է։ Սա մի ոլորտ է բժշկական, որտեղ ամեն տարի տեխնոլոգիական զարգացումը նոր սարքավորումներ, նոր հնարավորություններ է բերում։ Արդյոք ձեր կազմակերպության շնորհիվ հնարավոր է լինում նաև այդ սարքավորումների հետ աշխատելու կամ այդ սարքավորումները Հայաստանում ունենալու հնարավորություն ստեղծել։ Այո, եթե մի քանի քայլ հետ գնանք, ապա շարժական հիվանդանոցը, որը բերվեց Հայաստան, ուզում եմ ասեմ, որ հայկական ակնաբուժության նախագծի հիմնական շարժիչ ուժերից մեկը դա նորարարական մոտեցումների օգտագործումն է, բացի մնացած 4 հիմնական բաղադրիչների, որոնք աշխատանքն է բնակչության հետ, մասնագիտական վերապատրաստում, հանրային կրթություն, հետազոտություններ եւ ընդհանրապես հնարավորությունների զարգացում, շարժական հիվանդանոցը երբ վերվեց Հայաստան, ինքը իրապես ուներ սարքավորումներ եւ մինչեւ հիմա ունի սարքավորումներ, որոնք կարելի է ասել անգամ երբեմն միակն էին Հայաստանում, մյուս դա ենթադրում էր, որ պետք է լինի ավելի ժամանակավոր լուծում, քանի որ մարզերում ակնաբուժական ամբողջ ենթակառուցվածքը շատ վատ վիճակում էր։ Շարժական հիվանդանոցը, որը մեր առաջատար խորհրդանիշներից մեկն է, առայսօր աշխատում է 20 տարուց ավել եւ իրականացնում է անվճար վիրահատություններ ամբողջ Հայաստանով մեկ, ստուգումներ տարբեր մարզերում։ Որպես դրա տրամաբանական շարունակություն ստեղծվեցին մարզային կենտրոնները։ Մարզային կենտրոնները հագեցած են շատ ժամանակակից սարքավորումներով եւ արդեն հնարավորություն են տանում վիրահատել մարզերում։ Շարժական հիվանդանոցը ամբողջ Հայաստանի տարածքը ծածկում էր 2 տարվա ընթացքում։ Հիմա արդեն այս կենտրոնները հնարավորություն են տալիս բնակչությանը օգտվել։ Դրա եւս մեկ այլ տրամաբանական շարունակություն է դիագնոստիկ կլինիկաներն են։ Այս այցի ժամանակ մենք բացեցինք մեկը Եղվարդում, որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ավելի շատ ուղղված է դեպի ախտորոշում, կանխարգելում եւ բուժում։ Եվ մեկ այլ ուղղություն է մարզային առաջնային օղակի ամրապնդումը սարքավորումներով։ Այսինքն կարելի ասել, երբ հաջորդ տարի մենք բացենք եւս մեկ մարզային կլինիկա, դա կլինի արտաշատում, Արարատի մարզում արտաշատում, ապա հայկական ակնաբուժության նախագիծը իր ներկայությունը կունենա Հայաստանի բոլոր մարզերում։ Կարող է դա լինել վիրահատական, դիագնոստիկ կամ առաջնային օղակի, բայց բոլորը ժամանակակից սարքավորումներ են։ Ես կարծում եմ ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ այդ բոլոր բժշկական կենտրոնների մասնագետները ընդգրկված են մի խմբում, որոնք անցնում են մշտական եւ շարունակական վերապատրաստում։ Ես կարծում պատասխանեցի ձեր հարցին։ Այո, շնորհակալություն շատ եւ ուզում եմ հասկանալ, այս 33 տարիների ընթացքում դժվար չի եղել համախմբման այս մեծ գործն իրականացնելը։ Դժվար է եղել, անկասկած, հնարավոր չի, որ դժվար չլինի, բայց ինչպես եւ սկզբում նշեցի, շատ կարևոր մոտեցում է, որը աշխատել է իօկուտ մեզ, որ կային մարդիկ թե ամերիկյան, թե հայկական կողմից, որ պատկերացնում էին, թե ինչ է անհրաժեշտ։ Այսինքն այդ մտավոր լիդերները, որոնք ունեն տեսլականը, ինչ են ուզում կառուցել եւ գնում են քայլ առ քայլ, շատ մեծ նշանակություն ունի։ Այդ է պատճառը, որ եւ առաջնորդները եւ իրենց շրջապատող խումբը նվիրված այս 30 տարի աշխատում է, որպեսզի Հայաստանում ակնաբուժությունը եւ ակնաբուժությունից արդեն անցած այլ հարակից առողջապահական ոլորտները զարգացում ունենան։ Այսինքն դուք նաև միջգիտակարգային ծրագրեր եք իրականացնում, միայն ակնաբուժության հետ չէ, այլ նաև դրան զուգահեռ այլ կարծում եմ, որ շատ հետաքրքիր է եւ նորից այս Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է անհասության ռետինոպաթիայի ծրագիրը, որը անդրադառնում է անհաս երեխաների ակնային խնդիրներին։
2009 թվականին, երբ մեր բժշկական առաքելությունները գալիս էին Հայաստան, զարմանալիորեն շատ էին երեխաները, ով տեսողության խնդիրներ ունեին։ Եվ այդ բոլոր երեխաները ծնվել էին անհաս։ Այստեղից գաղափար առաջացավ, որ պետք է արդեն սկսել Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ծրագիր։ Սա մի ծրագիր է, որը իրապես դժվար էր իրականացնել, անհրաժեշտ էր հատուկ սարքավորումներ, անհրաժեշտ էր հատուկ վերապատրաստում, որի համար մենք կարողացանք ներգրավել մեր շատ հայտնի բժիշկներից մեկին, դոկտոր Թոմաս Լիին, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցից, եւ այդ ծրագիրը այժմ այնքան է զարգացել, որ դարձել է առաջինը առողջապահության մաս, եւ երկրորդը Հայաստանում անհասության ռետինոպաթիայի պատճառով երեխաները չեն կուրանում։ Սա մեկ ուղղվածություն է, ենթադրվում է, որ ակնաբուժություն է, բայց ակնաբուժության հետ միասին դա կապ ունի մանկաբուժության հետ։ Մանկաբուժությունից հետո մենք անցանք ավելի նեոնատոլոգիայից հետո անցանք մանկաբուժական ոլորտների զարգացմանը։ Դրանից հետո դիաբետիկ ռետինոպաթիայի պատճառով սկսեցինք զարգացնել դիաբետի մանեջմենթի տարբեր ծրագրեր։ Այսինքն ինքը իր կյանքով է ապրում այս ծրագիրը եւ զարգանում է, եւ դա իրապես հնարավորություն է տալիս դա անել, քանի որ հայկական ակնաբուժության նախագիծը եւ իր գործընկերները եւ նրանք շատ են եւ բոլորին ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել, որտեղ առանց իրենց որևիցե աշխատանք հնարավոր չէր լինի կատարել, սա խոսքը համախմբվածության մասին է, շարունակում է իր աշխատանքները հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, այն խնդիրները, որ առողջապահության համակարգն է բարձրացնում, եւ փորձում ենք օգտակար լինել ամբողջ երկրին այն զարգացնելու համար։ Աշխարհագրությունն ինչպիսին է, ինչ աշխարհագրական անկյուններից են միացած մեր ասեմ արդեն, որոնք շատ մեր կամավորները հիմնականում դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Սպյուրքը եւ ոչ Սպյուրքը, կարող են լինել եւ Կալիֆոռնիայից եւ Մասաչուսեթսից, նայած թե որտեղ հիմնականում դրանք շատ հայտնի համալսարանների բժիշկներ են, ունեցել ենք նաեւ կամավորներ, այս տարի ունեցել ենք կամավոր Կանադայից, ունեցել ենք Ավստրալիայից, Բրազիլիայից, այսինքն խումբը շատ մեծ է։ Եվ այս տարի հետ նայելով մեր բժշկական առաքելության խմբին կարելի ասել, որ մեծամասամբ ոչ հայ շատ նվիրված բժիշկներ էին, քան հայ։ Կարծում եմ այս հնարավորությունը ներգրավել եւ հայ ծագում ունեցող եւ ոչ հայ ծագում ունեցող կամավորների իրապես շատ օգտակար է, քանի որ դրա միջոցով մենք նաեւ տարածում ենք գիտելիքներ Հայաստանի վերաբերյալ, նաև իրենց նվիրվածությունը, աշխատում ենք նաև երիտասարդների հետ, փորձելով ստեղծել երիտասարդների խումբ, ով ժամանակի ընթացքում կփոխարինի նաև ովքեր իրենց մասնագիտությունում հաստատվելով, նաև կսկսեն փոխարինել մեր կամավորներին հիմա։ Այսինքն Հայաստանում բժշկական կրթության մեջ էլ մասնակցություն ունեք երիտասարդներին կրթելու։ Հայաստանում կրթության մեջ, այո, անկասկած ունենք այդպիսի եւ աշխատանք եւ պատրաստակամություն, նաեւ ներդրում ունենք եւ կունենանք Հայաստանում ընտանեկան բժիշկների բոլոր ընտանեկան բժիշկների վերապատրաստման ակնաբուժության հարցում եւ դիաբետի վարման հարցում, այո, հայկական ակնաբուժության նախագիծը այդպիսի ծրագրեր ունի եւ անում է հիմա, այսինքն բացի դրանից իրականացվում է նաեւ հայկական ակնաբուժության նախագծի կողմից ստեղծված գրքի վերանայումը, որը ավելի կընդլայնվի, կօգտագործվի եւ կլինիկական ռեզիդենտների եւ երիտասարդ բժիշկների կողմից, այս անգամ կստեղծվի ավելի մեծ խմբով, ենթադրում եմ առանց կրթության հնարավոր չէ։ Կրթության երկու կողմերն էլ եւ մասնագիտական եւ հանրային շատ մեր ուշադրության կենտրոնում են, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ։ Դուք կարող եք անել մեծագույն աշխատանք, կարող եք սարքավորումներով հագեցնել ամբողջ երկիրը։ Եթե ձեր
բժիշկները չեն կարողանում օգտագործել սարքերը եւ եթե բնակչությունը չի պատկերացնում այն կարեւորությունը եւ բժշկի խորհրդի եւ ժամանակին բժշկի գնալու եւ հետեւելու եւ առողջ ապրելակերպի, ապա ջանքերի արդյունավետությունը շատ փոքր կլինի։ Եթե դիցուք մի երիտասարդ բժիշկ, որ արդեն իր նեղ մասնագիտությունը ընտրել ակնաբուժությունը, կարող է ձեր կազմակերպությանը մոտենալ եւ մասնագիտական աջակցություն կամ խորհրդատվություն ստանալ։ Ես ուզում հասկանալ աջակցությունը կամ խորհրդատվությունը ինչպիսին է։ Իրենք բոլորը հրավիրում են ամենամյա կոնֆերանսների։ Ամիսը 1 իրականացվում են առցանց քննարկումներ։ Այսինքն սովորելու գիտելիքները հարստացնելու հնարավորությունը շատ է։ Միգուցե հայկական ակնաբուժության նախագիծը չի կարողանա եւ բացի դրանից ուզում եմ ասել մեր բոլոր մարզային կենտրոնները եւ դիագնոստիկ կլինիկաները իրենք առողջապահության մաս են, իրենք բոլորը գտնվում են որևիցե բժշկական հաստատությունում կամ պոլիկլինիկայում, այսինքն երկիրը որպես այդպեսին ունի իր մասնագետներին եւ իրենց մեր պարտն է նրանց աջակցել։ Դրանք եւ պետական եւ մասնավոր կլինիկաներում են գտնվում։ Իրենք մեծամասամբ բոլոր նրանք մեծամասամբ եւ մասնավոր եւ պետական եւ մասնավոր կլինիկաներում են գտնվում եւ հաճույքով մասնակցում են այն բոլոր կրթական ծրագրերին, որոնք իրականացնում են հայկական ակնաբուժության նախագիծի իր գործընկերների հետ միասին։ Տիկին Նունե, հիմա դուք ասում եք մի քանի նախադասություն, բայց այդ մի քանի նախադասության թիկունքում հսկայական ծավալի աշխատանք է կատարված, ինչպես ասում են կուլիսների ետևում, ետնաբեմում հսկայական աշխատանք է, որը բառերով չեք ներկայացնի, բայց մի բան եմ ուզում հարցնել։ Մի բան է, երբ որ հայկական ինքնություն ունեցող մարդը, որը իրեն նույնականացնում է հայ ազգի հետ, հասկանում է, որ ինքը այդ ազգի մի մասնիկ է, եւ ինքը ներքուստ ինչ որ պատասխանատվություն ունի այդ ազգի առաջ եւ դա գործում է, եւ մեկ այլ բան է, երբ որ օտարազգի մարդն է գալիս որպես կամավոր սովորացնելու, ներդնելու եւ դա անում իր սեփական ռեսուրսների հաշվին եւ ինչպես։ Զարմանալի է, չէ՞։ Հա։ Զարմանալի է։ Ես շատ եմ մտածել դրա մասին եւ քննարկել եմ մեր գործընկերների հետ։ Ինձ թվում է, որ այդ ընկերավարության մարդկային արժեքների եւ այդ աշխատանքներում ներգրավվածության գոհունակության աստիճանն է, ինչպես նաեւ կատարված աշխատանքի արդյունքների, որը աշխատանք է, որը արդյունք է տալիս, աշխատանք է, որի շնորհիվ մարդիկ նոր բան են սովորում, աշխատանք է, որի շնորհիվ առողջության հետ լուրջ վերահատություններ են կատարում։ Դրա գոհունակությունը շատ բարձր է եւ դա է ցույց տալիս, որ մարդիկ տարի առ տարի շարունակում են գալ, այստեղ ստեղծում են կապեր տեղի մասնագետների հետ, հասկանում են, որ իրենց շնորհիվ կարող են ոլորտներ զարգանալ։ Իսկ դա իսկապես շատ կարևոր է։ Դուք ինչ գիրք նկար բացեցիք։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ բժիշկ Ռոջեր Օհաննիսյանի այս գիրքը ստեղծվել է գրեթե 5 տարի առաջ բժիշկ Ռոջեր Օհաննիսյանի, ով մեր կազմակերպության հիմնադիր նախագահն է 80-ամյակի կապակցությամբ, այս գրքում ներառված են նկարներ դեռևս 1992 թվականից սկսած, ինչպես նաև այն պատմությունը, որ բժիշկ Օհաննիսյանը պատմում էր, խոսքը իր նախնիների մասին է եւ իր պապիկի մասին է, ով ժամանակին իրեն, երբ որ ինքը երիտասարդ էր, տվել է մի դաշույն եւ ասել է, որ դու պետք է պատրաստ լինես քո հայրենիքը պաշտպանելու, երբ դրա կարիքը կլինի, իսկ դա բնականաբար շատ վաղուց էր, ու երբ որ դոկտոր Օհաննիսյանը ստացել է այդ խնդրանքը Հայաստանի կառավարությունից, ինքը, ինչպես ասում էր, ես այս դաշույնը փոխեցի Լանցետով եւ եկա Հայաստան։ Գործիքները տարբեր են, զենքերը տարբեր են, բայց նպատակը նույնն է։ Բայց մեկը կա, որ ունի այդ նախնիներից եկած պատգամը։ Մեկը կա, որ ուզում է ի վերջո իր մեջ արթնանում է այն ցանկությունը, որ մարդկային արժեքներն են
մարդիկ հաջողակ մարդիկ մեծամասամբ ուզում են կիսել իրենց հաջողությունը, դա կարող է լինել գիտելիք, դա կարող է լինել ներդրումներ, կարող են լինել եւ դա իրապես շատ կարևոր է, դուք կարող եք ձեր ներդրումները միտեղ օգտագործել ուղղակի գումար տալ եւ դրանով համարել որ ձեր պարտքը կատարված է այդպիսիներն էլ շատ կան դա նույնպես շատ գնահատելի է կան մարդիկ ովքեր դրանից բացի ուզում են նաեւ իրենց աշխատանքի անմիջական արդյունքը տեսնել Բայց պաստորեն այստեղ նաև կան, որ ներեցեք որ ընդհատում եմ, նաև ոչ միայն գալիս են Հայաստան գործանելու, այլ նաև գալիս են Հայաստանը վայելելու շրջակայում են։ Ես ենթադրում եմ, որ դա շատ կար, բայց նաև իրենց հարգանքի տուրքն են հարգանքի տուրքը մատուցելու Հայաստանի գեղեցիկ բնությունը եւ պատմությունը եւ մշակույթին ծանոթանալու, հասկանալու թե Եվ բացի դրանից 30 տարվա ընթացքում ստեղծվել են շատ պինդ ընկերական հարաբերություններ, որոնք նույնպես պակաս արժեք չունեն մարդկանց։ Երբեմն դրանք ավելի կարևոր են դառնում այդ ջերմությունը, քան նայում եմ ուղղակի ջերմությունը շողում այս գիրքը Ամբողջությամբ ջերմությունը եւ այստեղ կան նաեւ շատ կարճ խոսքեր այն բոլոր մարդկանց հետ ով երկար տարիների ընթացքում աշխատել է հայկական ակնաբուժության նախագծի եւ բժիշկ Օհանեսյանի հետ տեսնում եք նաեւ շարժական հիվանդանոցի նկարը պես որ սա պատմություն է կարճ գրքի մեջ բայց ինքը շատ հոգու համար իսկապես սպեղանի է Տիկինն այս գիրքը մի քանի տարի առաջ իմ տղան դպրոցից բերեց տուն։ Ինչ հաճելի է։ Չգիտեր նա որ մի քանի տարի հետո ձեզ հանդիպելու եմ եւ ինքնության տաղավարում սրա մասին եմ խոսելու։ Կուզեի ներկայացնեք, որովհետեւ այսօր տեխնոլոգիաների եւ գadgetների արկայությունը մեր աչքերի համար մեկ թշնամին է եւ եթե մենք հիգիենան ճիշտ չենք պահպանում, դա շատ լուրջ խնդիրներ լինում։ Ինչ գիրք է եւ ինչու է սա։ Կոչվում է տեսունիկի տեսողության խաղը։ Մանկական ձեռնարկ է, որը ստեղծվել է արդեն մի քանի տարի առաջ, այն եւ հաստատված է կրթության նախարարության կողմից, այն օգտագործվում է դպրոցներում երեխաներին սովորեցնելու թե ինչ է տեսողությունը, անվտանգության կանոնները, ընդհանրապես աչքի կառուցվածքը այն նվերը, որ մեզ տվել է բնությունը, ինչպես պետք է իրեն պահպանենք, այս գրքերով դպրոցներում երեխաները անցնում են եւ ինքը անհատական գիրք է։ Ձեր տղային տվել են, դա իր գիրքն է, ինքը կարող է նկարել այնտեղ հարցերին պատասխանել։ Բացի դրանից այս գրքի հիման վրա նաեւ ստեղծվեց խաղը։ Տեսունիկի խաղը, որը ավելի լայն տարիքային խումբ է ընդգրկում, այնտեղ կան եւ հեշտ առաջադրանքներ եւ ավելի դժվար կան հարցեր, որոնց երեխաները պետք է պատասխանեն եւ մենք բաժանում ենք այս խաղերը դպրոցներում եւ Երևանում իսկապես լավ ինտելեկտուալ խաղ, եւ Երևանում եւ մարզերում Եվ երեխաները հաճիկով խաղում են, շատ հույս ունենք, որ Սա կարելի է քնելիս էլ օգտագործել, բացի խաղ։ Իսկ ավելի լուրջ, եթե նայենք այս հայկական ակնաբուժության նախագիծը մեծ աշխատանք է կատարել ավելի online-ված մեթոդաբանություն մշակելու, որը վերաբերում է երեխաների սկրինինգային ծրագրում դպրոցներում, եւ այդ սկրինինգային ծրագրերում ներառվում են թե հավելվածներ, թե գործիքներ եւ թե ալգորիթմներ, որի միջոցով արդեն ընտրվում են այն երեխաները, ովքեր խնդիր ունեն եւ հետագա կարիք ունեն մասնագիտական մանկական ակնաբուժի մոտ գնալու եւ երեխաներ, ովքեր որ ակնհայտ է, որ իրենք դեռևս խնդիր չունեն եւ դրա հետ միասին նաեւ իրականացվում են կրթական դասընթացներ, պատրաստվում են վիդեոներ ծնողների համար, որ հասկանան, որոնք են մանկական ակնային հիվանդությունները, ինչպես պետք է պահպանել տեսողությունը, դա որ պահին անհանգստանալ եւ որ պահին հանգստանալ, շատ ճիշտ է, եւ որ պահին ավելի հանգիստ լինել եւ իհարկե անկասկած բոլորի ցավն են գadgetները, պլանշետները, երեխաների կենտրոն։ Շատ հետաքրքիր է, որ մեր շատ հայտնի բժիշկներից, մանկական բժիշկներից մեկին, երբ որ ծնողը ասեց, ինչ պետք է անեն, որ երեխայի տեսողությունը պահպանվի, ինքը ասեց, երեխաները պետք է խաղան մաքուր օդում, շատ բակում
իրար հետ շփվեն, ավելի քիչ նայեն հեռուստատեսություն եւ պատկերացրեք, որ ձեր երեխայի տեսողությունը ավելի լավ կպահպանվի։ Մի մարտահրավեր անեմ իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին, այստեղ մի քարտ գտա, որի հանձնարարությունը բացատրիր այլ կերպ հոնքը եւ աչքով անելը։ Սիրելի ակնդիրներ, խնդրում եմ մեկնաբանության մեջ գրեք այլ կերպ ինչպես կբացատրեիք հոնքը եւ աչքով անելը։ Շատ հետաքրքիր մոտեցում եմ, շնորհակալություն, իրապես օգտագործում եք այդ, պես որ ծրագրերը շատ են, հույս ունեմ, որ մենք շարունակենք նույն։ Ձեզ մոտ կրթական այլ նյութեր կան։ Այլ նյութեր կան, սա շաքարային դիաբետի եւ նախադիաբետին է վերաբերում, կան նաեւ ինքնահսկման օրագրեր, որոնք վերաբերում են նրանց, ովքեր ունեն դիաբետ, ասեցի արդեն, որ հայկական ակնաբուժության նախագիծը արդեն 2017 թվականից ավելի թիրախային է աշխատում դիաբետ ունեցող մարդկանց հետ, մենք իրականացնում ենք ամբողջ Հայաստանով մեկ ակնահատակի նկարահանումներ, որոնք կապված են հերթական բանականության հետ, գլիկոզացված հեմոգլոբինի տեստեր, ունենք նաև պլաններ on-line-ելու դեպի ոտնաթաթի ստուգումը, այսինքն դա համակարգային հիվանդություն է, հիմա իրավիճակ է, որը անկասկած լուրջ կարիք ունի եւ բժիշկների եւ հիվանդների համագործակցության։ Առանց այդ համագործակցության որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել։ Ես որպեսզի համագործակցությունը գործուն լինի, պետք է որ նրանք, ովքեր ունեն դիաբետ կամ ռիսկի խմբում են եւ նախադիաբետ, իմանան ինչ պետք է անել։ Եվ ահա մենք զբաղվում ենք այդ հարցերով։ Բացի դրանից աշխատում ենք անկասկած մեր բոլոր ծրագրերը մենք համակարգում ենք առողջապահության նախարարության հետ եւ իրականացնում ենք այս ոչ միայն ռազմավարության ստեղծումն է, որը իրականացվել է դիաբետի դեմ պայքարի ռազմավարության ստեղծումը Հայաստանի համար, որը հաստատվել է, նաև լայնածավալ դասընթացների վերապատրաստումը, որը նույնպես արվում է ամբողջ Հայաստանով մեկ։ Մի այսպես մասնագիտական հարց տամ, որովհետև տարբեր հիվանդությունների առումներով լինում են, ասենք, տարբեր արևմտյան մոտեցումներ, արևելյան մոտեցումներ, ասիական, չգիտեմ ինչ, քանի որ ձեր աշխարհագրությունն էլ մեծ է, արդյոք նման խնդիրներ չեն ունենում, ենթադրենք բժիշկը առաջարկում է արևմտյան մոտեցմամբ այս լուծումը, տեղի բժիշկը կամ մեկ այլ բժիշկ առաջարկում է այս լուծումը եւ ինչ է կատարվում այդտեղ։ Այդ հարցը ավելի ցայտուն էր դեռևս 30 տարի առաջ, որտեղ իրապես դպրոցները շատ տարբեր էին։ Հիմա հարգանք ունենալով բոլոր դպրոցներին, մենք փորձում ենք իրենց լավագույն սիմբիոզը ստեղծել եւ քննարկել դա։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է մեր հայ ակնաբույժների վերաբերմունքը այդ բոլոր բուժումներին, քանի որ դուք կարող եք արևմտյան դպրոցի լավագույն օրինակը բերել, բայց դրա հնարավորությունը չունենալ իրականացնելու դեղորայքի, սարքավորման կամ պացիենտի պատկերացման վերաբերել պատճառով այստեղ խնդիրն անում է, որ իրապես գտնել այն, ինչ աշխատում է Հայաստանում եւ մշտապես աշխատել, զարգացնել դա։ Եվ այսպիսի մի հարց էլ կան հիվանդություններ, որոնք ավելի բնորոշ են աշխարհագրական այս կամ այն հատվածներում ապրողներին կամ այս կամ այն գենոտիպը կրողներին։ Հայերի պարագայում կան ակնաբուժության տեսակետից նման խնդիրներ, որոնք առանձնահատուկ ուշադրության պիտի դարձվեն։ Շատ մասնագիտաբար կարող եմ ասել, որ այո, կան հիվանդություններ, որոնք հայերին ավելի բնորոշ են, հաշվի առնելով ընդհանուր իրավիճակին երկրի որպես երկիր, որտեղ արևը ավելի ուժեղ է, կերատակոնուսի խնդիրներ կարող են առաջանալ, բայց որպես այդպեսին ոնց որ կա ամեն ինչ կա ուրիշ երկրներում։ Ովքեր են ձեր շահառուները, ում համար եք դուք աշխատում։ Մեր շահառուներն են, կարելի ասել, որ Հայաստանի բնակչության բոլոր տարիքային խմբերը, նշեցի ես անհաս երեխաները, դպրոցական սկրինինգը, տարիքային խմբի աշխատող բնակչությունը, տարեցները, մեր հիմնական թիրախն է անկասկած խոցելի բնակչությունը, որտեղ շարժական հիվանդանոցում եւ վիրահատությունները եւ լազերային միջամտությունները, որոնք կանխարգելում են կուրությունը դիաբետիկ ռետինոպաթիայից կամ գլաուկոմայից, իրականացվում է խոցելի բնակչության համար։
իսկ կրթական ոլորտում եւ հանրային կրթության ոլորտում բնականաբար ամբողջ Հայաստանն է։ Եթե հայկական ակնաբուժության նախագիծը երկու ուղերձ ասելու լիներ, որոնք կլինեին այդ ուղերձները ինքնության դիտողներին։ Ինքնության դիտողներին հաղորդման նկատի Կարաչարկեի հետևել իրենց առողջությանը, հոգեկան հանգստությունը շատ կարևոր է եւ կարաչարկեի, որ մարդիկ, ովքեր աշխատում են հայկական ակնաբուժության նախագծի հետ, շարունակեն աշխատել նույնքան նվիրվածությամբ եւ նաեւ ներգրավեն նոր մարդկանց, այսինքն այս ծրագիրը մշտական զարգացման եւ աջակցության կարիք ունի։ Այս բոլոր նյութերը, որոնք դուք ցույց տվեցիք եւ այդ օրագրերը եւ այլն, մարդիկ որտեղից կարող են ձեռք բերել կամ գտնել։ Մենք բաժանում ենք բոլոր կրթական նյութերը մարզերում, բժշկական հաստատություններում, մանկական գրքերը եւ խաղերը գտնվում են մեր գրասենյակում եւ մենք իրենց նույնպես տալիս ենք դպրոցներին, պես որ հիմնական աշխատանքը անկասկած կատարվում է բոլոր բժշկական հաստատությունների միջոցով եւ հետ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ինչով կարող ենք օգտակար լինել, որ ձեր նախագիծն ավելի ամուր եւ ավելի շատ հանրահռչակված լինի։ Շնորհակալություն նման առաջարկության համար, անկասկած ցանկացած նման հաղորդում շատ կարեւոր է, որովհետեւ տարածում է խոսքը իրականացվող աշխատանքների եւ իրականացվելիք ծրագրերի մասին, նաեւ սա մեծ հնարավորություն է շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, թե Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենց նվիրված աշխատանքի համար, այո, ցանկացած ժամանակ հաճույքով կմասնակցեմ նույնպես ձեր հաղորդումներին, ավելի հետաքրքիր հույս ունեմ նորություններով։ Ինձ էլ ներշնչեց այն հանգամանքը, որ հազարավոր մարդկանց եք ներգրավել այս 33 տարիների ընթացքում ձեր աշխատանքի մեջ, եւ ես էլ բժիշկ չլինելով եւ ակնաբուժության մեջ ներգրաված չլինելով որպես մարդ, ուզեցի ինքս էլ ինչ որ մի բանով օգտակար լինել։ Ուրախ եմ ու շնորհակալ, որ դուք ինքնության տաղավարում եք։ Շնորհակալություն ձեր մեծ ջանքերի եւ աշխատանքի համար, որ ամեն օր անկախ գիշեր ցերեկ լինելուց անում եք, որովհետեւ Հայաստանում աշխատելով ստիպված եք աշխատել նաև ժամանակային այլ գոտում ապրող մարդկանց հետ եւ գիշերը ցերեկ արած, ցերեկը գիշեր արած պիտի համադրեք դա եւ ուրախ եմ, որ ձեր բոլոր ջանքերը իրենց արդյունքն են տալիս եւ թող առաջիկամ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ գնալով նվազեն եւ Հայաստան այցելելու առիթներ լինեն միայն մշակույթը վայելելու եւ հայկական հրաշք բնությունն ու պատմությանը մասնակից դառնալու առիթները լինեն միայն։ Լովին համաձայն եմ ձեզ հետ։ Եկեք միասին աշխատենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն, շատ հաճելի է։ Թող ձեր ուժն ու եռանդը անսպառ լինեն եւ մեր խորին շնորհակալությունը բոլոր այն կամավորներ եւ բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ կամ փոքր ներդրումով աջակցում են ծրագրին։ Շնորհակալություն։ Եվ շնորհակալություն նաև նրա համար, որ 33 տարվա ձեր աշխատանքը իրականում մի շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է որոշել, նպատակ դնել եւ այդ նպատակի շուրջ համախմբել քո նման մտածող հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց եւ դա դարձնել օրինակելի նաև այլ ազգիներին։ Կարող եմ ասեմ, որ շատ կազմակերպություններ կան, որոնք ստեղծվել են Հայաստանում ոգեշնչվելով հայկական ակնաբուժության նախագծի օրինակից։ Դա միայն հրաշալի է եւ կոտրում է այն կարծրատիպը, որ մենք միասնական չենք եւ միավորվող չենք։ Շատ կարևոր կարծրատիպ է, որ կոտրում է եւ շնորհակալություն, որ նաեւ բացի ձեր հիմնական աշխատանքից նաեւ նման կարծրատիպ եք կոտրում։ Շնորհակալություն։ Իսկ ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես սիրով հյուրընկալել էի Տիկին Նունե Եղիազարյանին, ով հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենն է։ Թեև մեր հաղորդումը նայելու համար դուք ստիպված եք օգտագործել ձեր հեռախոսը կամ համակարգիչը, բայց ամեն դեպքում մի մոռացեք նաև ձեր առողջության մասին եւ ինչպես Տիկին Նունեն ասաց, հաճախ գնացեք բնության գիրք եւ ուղղակի վայելեք բնությունը բնականից։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։